Աշտոնը բռնալի գորալու լացում են, ես էլ չկարծա իրանց էլ հաղթան, որտեղ նույն վիճակի մեջ ես եմ, ահա չես կարող, ես էլ չեմ կարացա հաղթամ, երկուստ եմ ներկան է տեղակալներ, մի քիչ բարձր։ Սպանական ազնակազմը եկել են արդեն, բոլորը եկել են բարդություն էին։ Որ դուք գնացեք հասակ դեպքի վայր, որ խնդրեմ կհիշեք սպաները ովքեր են եղել։ Ծառայության պետը Վաշտիր Ամանատարը, մարտական հերթապահության գծով տեղակալը, ով այ Միգոնցյան ազգերը։ Այ նայել են այո։ Արդեն իմ բարդություն ես եկան։ Երիշ Հակոբյանը տեսել է։ Երիշ Հակոբյանին շեշտում եմ, որ պայեն եմ տեսել ու սկորի տարել։ Ես իրան հարցել չեմ տալու։ Ռազմական ոստիկանության աշխատակիցներ տեսել եք։ Այո։ Այդ ժամանակ արդեն հա բաժարմին կար, իրանք էլ արդեն հենց հասել եմ ընդեղ, իմ հետևից սկորին են գալու արդեն։ Հա, այսինքն երբ որ դուք հասել եք ռազմական ոստիկանություն այնտեղ եղել, իմ հետ հավասար հասել եմ։ հասել եք։ Այո, ես հիշում եմ, մի անգամից մի քանիսին որ բարձին ովքեր են ստանում, տղաներին մեկուսացին տանը։ Ովքեր ռազմական ոստիկանության ղեկավար կազմը եղել, ովքեր են եղել։ Ղեկավար կազմը Սարգսյան Հայկ իր աշխատողները։ Սարգսյան Հայկը ով է։ Ռազմական ոստիկանության պետը տարածքային։ Տարածքային իր աշխատողները ամուսնությամբ այո։ Իսկ Հրշեջ արտակարգ իրավիճակների նախարարության ազնագազներ էր այդտեղ։ Այո, բարձրացան գնդապետներն են եկել։ Գնդապետներն են։ Այո, մի երկու ժամ հետո մարզային Հրշեջի պետն էլ այն սա Պարոն Գնդապետ, զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու հրամանը ով է։ Ես տեղյակ չեմ։ Անձամբ ես իրավասություն հետ նման հրաման տամ։ Այն որ կառույցով ես այդպես հրաման իրավունք չունեմ տամ։ Այսինքն ընդդեմ ցանկացածը մաս հանգցնում են, որ ինչ կարան փրկեն այդ դերից։ Եթե թողեն նա էլի տակից էլ հնչող չեք, միջև դուրս բացվել լոյի բանա, թեժ կրակա եղավ։ Ես այդ հրամանը չեմ տվել։ Տեղյակ չեմ։ Ով է դա հրամանը տալիս, հրամանը։ Դե ոչ մեկը չեն կարող հրաման տալ, նրանց խաղը վիճակել։ Մենակ հրշեջները հանգցնում են, տվել ինչ կարում անում։ Ինչ գործողություններ եք կատարում։ Այսինքն դուք ինչ եք անում, էլի ասենք, լավ, հրշեջները իրանց աշխատանքն են կատարում, դուք ինչ եք անում, նստած եք, պարկած եք, չէ, ես տեղեկացնում եմ իմ գործառույթը ինչ եմ արել։ Զեկույցներից բացի, դրանց հետո նորից ասում հալա, ասենք ինչ էր, ասենք ուզում մտնեմ նայեմ չեմ կարող դասա, տեղյակ եմ ոնց է։ Զենք զինամթերքի սենյակը չէին կարող հանցնել, հանգավ ոչ մի բան։ Զենքը սա հալած է եղել։ Այո, այդ տեղեկությունը հալած։ Տեսել եք այդ։ Այո, հանած դուսը շարել եմ, հալած։ Բոլոր զենքը ամեն ինչ։ Բոլոր դեպքերում վերադառնում են զոհված զինծառայողների դիակները դուրս բերելու գործընթացին։ Դուք այդ պայն ականատես եք եղել։ Այդ պայն ականատես եղել, որ դիակ են անում դրում սկոր։ Այո, նրանք խնդրեմ բացատրեք ովքեր էին անում, ով էր կազմակերպում այդ աշխատանքը։ Մեր եմ չես։ Են չես են կազմակերպում։ Իրանց հրամանը տալը ով։ Չեմ հիշում, տղաները օգնում են, անում են, որ մնացած դիերից իշկար ահավոր վիճակ էր, եթե չանեն են, ահավոր չեն կարող հանգցնում։ Իսկ ռազմական ոստիկանության աշխատակիցները այդ մայնի չեն անում։ Չեմ հիշում։ Խառը։ Մնացածը համարասար գնացել են հիվանդանոց, այն մնացածինը տարել են։ Ընդ արդեն իրանց բարձրաշճան սպաներից եկան բարդություն։ Իսկ դատախազը, մարսպետը, ԱԾ աշխատակիցները եղել են այդտեղ։ Հա, եղել։ այո։ Իրանք ինչ էին անում։ Չգիտեմ։ Պարոն Գնդապետ, ես ես հարցն եմ ուզում տալ, որպես սովորաբար, որպես հրամանատար։ Հնասես նա այդ հարցի պատասխան եմ ակնկալում ձեզանից։ ՀԴ-ի մասին ահազանգ ստանալուց հետո, ձեր գործողությունները որոնք պետք է լինեին։ Իմ գործողությունը մի անգամից ես հերթապայլասել տեղեկացրել կորպուս շարժումները ու ընթացիկ զանգել եմ բոլոր իմ տեղակալներն արդեն տեղյակ են, նրանք են տեղյակ։ Չէ, Հարցը դրան չի վերաբերում, հարցը նրանն է, որ օրենքով ունենք չէ պարտականություն
Այո, Հրդեհի մասին, որ ահասանքը ստացել են, հերթապային ասել եմ ձեկուստուր ու մի անգամից պաժարել։ Ում տասել։ Ըստ վերադարձության կորպուս է շարժվել եմ ընդը։ Այսինքն հերթապան ինչ պետք է աներ։ Հերթապան զանգել է Հրշեջին, ասեց արդեն ճանապարհին է։ Ինձ զեկուցել է ճանապարհին, որ Հրշեջը ճանապարհին է։ Շատ դրանով ավարտվում է ձեր պարտականությունները։ Պարտականությունները այնքան եմ սա զեկուցներն ու ինչ կարանք իմ զորամասում ունեմ միջոց, որ կատարել տամ։ Այդ ակյումը մեծ է եղել պաժարել։ Արդեն եկել է Հրշեջ խումբը։ Զեկուցել, որ ճանապարհին է արդեն, ես արդեն շարժվում եմ։ Հա, նկատում եմ, գիտեք ինչն է ինձ հետաքրքիր, նկատում եմ այդ հրդեհաշիծման աշխատանքներում կամ հրդեհի չեզոքացման այդ գործընթացում զորամասը որպես առանձին միավորում այդպեսի միավորում ինքը Հրշեջ մեքենա չունի, որ նա խնդիրը կատարի։ Այսինքն բացառապես Հրշեջ ծառայությանը ոչ չունի։ Իմ էլ խնդիրը մենք լուծել ենք MÇS-ի հետ առաջնային։ Չունենք, ես հասկացա հարցը, մենք չունենք տվյալ խնդիրը, որ կատարենք։ Մեքենա չունենք, Հրշեջքում չունենք։ Այ հարգելի հրամանատար, ես խնդրեմ հնարավորինս, եթե ուղղակի մարդկաներով խնդրեմ հնարավորինս անկեղծ պատասխանեք։ Այդ պրոցեսի ընթացքում դուք տեղում եք եղել։ Ձեր պատասխաններից ես քեզ եմ հասկանում։ Այդ պրոցեսը նկարահանվել է։ Իմ կողմից Նաև ձեր կողմից։ ոչ իմ կողմից ոչ։ Իսկ այդ պահին որևէ մեկը լուսանկարահանել է, տեսանկարահանել։ Չեմ տեսել, անկեղծ որ մեկը ինչ-որ նկարահանել, ուրեմն այդ բանը գործերը թողած այդ վաղտի չի մտա։ Հրշեջ ծառայության կողմից է չի լուսանկարահանել։ Տեղյակ չեմ, յոք անկեղծ չեմ տեսել։ Որ այդ պատասխան։ Դուք այդ օրը հրամանատար այդ գյուղում գյուղապետ եղել է, ճանաչում եք գյուղապետ։ Գյուղապետին չեմ ճանաչել, գյուղում բնակիչներ կան, 10 տուն վարդը մնում։ Այ որ դուք այդ զորամասի հրամանատարությունը ստանձնել եք, այդ կենտրոնական շրջանի հարակից տարածքի տեսանկարահանող սարքերի, դրանց սարքավորումների, դրանց տեղակայման վերաբերյալ որևէ տեղեկատվություն ստեղծվել է թե ոչ։ Ասել են կա, որ բնակարանը որ կա, ասել է 6 ամիսը չի աշխատում։ 6 ամիսը չի աշխատում բնակարանը։ Շրջանում մի երկու տուն ես խոմ։ Ես ասել եմ ճշտել ասել եմ, մենակ ինչ կամերաներ կա, ասել եմ կա, այդ մարդուն հարցրել եմ, ասել է չի աշխատում, ես դաժե մտել եմ իրանց տուն, ասել չի աշխատում, չեն պատրաստ։ Իսկ դուք հրամանատար որևէ ձերով ձեր հեռախոսով որևէ բան նկարահանել եք։ Ոչ։ Չեք նկարահանել։ Չէ, Կեղծ տեղեկություն։ Դե որ այդքան իմանանք, կամերան կբացենք, կտենենք շարժը ով է գնացել, ինչ արել, ավելի մանրամասը պարզվում։ Այսինքն դուք կարծում եք, որ դուք երբևէ որևէ տեսախցիկ ձեր անձնական օգտագործման հեռախոսով որևէ տեսանյութ կամ տեսանկարահանող սարք չեք նկարահանել։ Չէ, մենակ ճշտել եմ կամերա կա, մտել եմ այդ մարդուն փչացած է 6 ամիս առաջվա կարամ հետո սարքել տամ չկա հանի ասեց 5 ամիսը չի աշխատում։ Այդ նույն մարդը։ Այ որ ասեք այդ որ տունն է եղել։ 4 տուն ներքև եթե չեմ սխալվում։ Դեպի ասֆալտի կողմ։ Դեպի ասֆալտի կողմ։ Կնկարագրեք այդ մարդուն։ Բոլոր մարդը։ Ինչ հասակի, 50 տարեկան։ 50 տարեկան։ Այն ինչու հատկապես գնացիք այդ մարդուն։ Ես հետաքրքրում եմ տենակ ինչ կամերաներ մոտիկ տեղ կլինի, ինձ ասեց ունեմ, բայց չի աշխատում։ Դուք եկել եք հետաքրքրում։ Ես իմ արդեն եմ այդ եղել, գնացել եմ գյուղ, ասում եմ նայենք մուտք մտնող կամերաները ով կա գյուղում ունեցող այդ տարածքը։ Ճշտենք ինչ կարա լինի, այդ մարդը ասեց ես շուտանությունում չի աշխատում։ Չի աշխատում։ Հա, ասեց չի աշխատում անկեղծ անում։ Եվ դուք մտել եք ինչ եք։ Ոչ, չեմ միանում։ Հա, բայց մտել եք։ Հա, մտել եմ, ասում մտել ես ամոզում, չէր աշխատում։ Չէր աշխատում։ Հա, ես ինչ էր նախում, գցում եմ։ Յոք խնդիր անգամ։ Հնարավոր է որ այս մարդու մասին խոսք, այս մարդու տունն եք։
Հա, ոնց որ հա։ Այս մարդու տանեք է։ Հա։ Այս մարդու ուրեմն Իրա տունն են եղել, ասում միացնում էր, պետք կադրել վերեմ, գցում էր, ասում էր, էսի 6 ամս կարանից կապ չունի։ Չէր աշխատում, հա։ ու դուք չեք նկարել այդ բանը։ Որը տեսան։ Չէ, ասին այդ բանը պետք է չի ասել, հա։ Ուզեցել եմ նկարեմ, այս չէ։ Անկերներ բան դնդա։ Ուզեցել եմ նկարեմ այդ որ միանում անջատվում այդ պահը, պատմեմ, փորձի չկարելի ասել ապեջի, եթե չեմ կարող վիդեոները նայեմ, ինչ եմ նկարում։ Լավ, մերսի, բա կոֆե քում եք, ասի չէ, ես դեմ եմ։ Այն հրամանատարից մի հատ հարց հայտարարում։ Ինչու հատկապես ձեզ հետաքրքրեց, որ դուք գնաք այդ տեսա բան։ Դե ինձ հետաքրքրեց ունենք, նա ճշտեմ, ինչև դե ինչ շարժ ա եղել դեպի որպես հրամանատար։ Նա ճշտեմ իմ երեխեքը, ինչ իմ արես պատճառը սենց եղավ։ Ես հետաքրքրվել եմ տարբեր տեղերով, որ ճշտեմ, ես էլ չէ, որպես մի ծնողի դիտում եմ, ես եմ հանդիսանում։ Հանգաչիմանով հանգամանքով ով է եկի գնացել։ Այն ինչ գիտեք այդտեղ գալացող գնացողների մասին։ Ես այդ օրվա համար բան չեմ իմացել, բայց հետո հետաքրքրվել եմ, ասել եմ, որ ծնողները թույլտվությունով տեսակցություն են եկել։ Շատ ճուտին բախտով չեմ ես, ոչ մեկի թույլ չեմ տվել, ինձ չեմ զեկուցել։ Մարդիկ եկել իրար դերասուն տեսել են։ Մարդիկ եկել իրենց։ Հա, թույլտվություն տվել են Չէ, կոնկրետ այդ օրը, որևէ մեքենայի շարժի մասին ձեզ որևէ մեկը զեկուցել է թե ոչ։ Ասել եմ մեքենա եկել է, բայց իրանց մոտ չէ փողոցում։ Հարցու փորձով էլ են Ինչ մեքենա է։ սովետական ավտո։ Նիվան թե զրովեց ասել։ Ինչ գինի։ Չեմ հիշում, ասին դրա հետ կապ չի ունեցել, որ իրի գնացել եմ փողոց։ Ով էր դες դիմատը։ Ես գնացել եմ խանութի մոտից եմ սկսել հարցումը։ Ինչ խանութ։ Այն Խաչմերուկի վրա խանութ կանանց։ Այդից եմ սկսել, տնամ ովքեր են անցել։ Հետաքրքրվել եմ էլի բա։ Այդ խանութի աշխատողներն են ձեզ այդ նիվայի մասին տվել։ Ասել են մի քանի ժամ առաջ ավտո աղմտեսես գնացել։ Նիվա թե զրովեց, ինքը տենց էլ իջնում ասել եմ։ Ասել է։ Այո։ Որ մի քանի ժամ առաջ նիվա է տվել անցել։ Ժամը 10 կոմեր, տենց էլ իջնում, ասել է ապետի։ Այսինքն ներողություն 10։ Ասել է գյուղի մարդ է, էլի ու չուժոյի մարդ չի, տենց ասել։ Միա ճիշտ է, այդ նիվան 10-ը որ ժամն է, երեկվան 22:00-ը։ Այո։ Այդ սահմաններում ես դրանց գնացել եմ հարցնում եմ իրանք որտեղ այդ Խաչմերուկով ինչ ավտոբուս ասում է։ Պետք է տենա։ Այո։ Չի կարա չտենա։ Չի կարա չտենա։ Ինչի մարավ հետաքրքրել որտեղ կարա կամերալի մինչև հասնել է կենտրոնական շրջան։ Հրամանատար, այդ ձեզ հետաքրքրում էր այդ ամեն ինչը, տեսա խցիկների արկայությունը։ Ռազմական ոստիկանությունը որևէ մասնակցություն ունեցել այդ տեսախցիկների հայտնաբերման, պարզման։ Ես ընդունով եմ արել։ Դուք ինձ ձեզ հետ ով կար այդ բանը։ Մենակ ես իմ վարորդը։ Ով է ձեր վարորդը։ Այդ չեմ սխալվում, զորացել ադրանիկ։ Զինվոր է։ Հա։ Ասի պարտադիր ժակետային զինծառայող է։ Հա, Որ խնդրեմ հիշեք իր անունը ձեր վարորդը։ Ադրանիկ է ասում հատկանում։ Գաղափարից է գտնվում Ֆրանսիա։ Հիմա Ֆրանսիա։ Արդեն մի տարի կեսը ծնողներ հետ Ֆրանսիա։ Ինքը ձեզ հետ է եղել։ Հա, դե ինքն է։ Այդ մարդու տունը, որ տեսանք այդ մարդու հետ հանդիպելիս, այդ Մարդու հետ հանդիպել եմ իր տնից մի քիչ ես կողմ, տեխնիկայի վրա գործ են արել։ Դες կանել եմ մարդու գործում, ասել թվա, դա չի աշխատում։ Այդ մարդը ասել է, որ չի աշխատում։ Հա, ասել միացնում եմ, կադրա բերում, հետո գցում, հա, չի աշխատում, 5 թելի է, էլի, 7 խնդիր կա։ Ես դաժե ասում եմ, պետք է մարդ բերեմ, սարքեն, զապիս, ասում եմ, չի աշխատում, ես ինչ զապիս եմ։ Լավ է, ինչ կա այդ այս։ Լավ ասեցիք այդ տարածքում մարդկանց գալու մասին ես երկու հարց կան։ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի այդ տարածք գալու մասին դուք որևէ տեղեկատվություն ունեք թե ոչ։ Այո, ունեցել եմ։ Երբ եք ես ասում Ես ասում Միքայելյանը, հաջորդ օրը Քոչարյան Ադրանիկն է եղել, Մեթոդյան Գագոյանը։ Սասուն Միքայելյանը երբ եկել։ Երկու օր հետո։ Իսկ դեպքից առաջ։ Դեպքից առաջ չէ։ Դեպքից Չեմ առաջ։ տեսել, չէ, ես նորոշանակներ չեմ ասել։ Դուք եք ընդդիմավորել։ Ես հետո եմ եկել,
Հետո եկել առաջնագծից միջև եկա ահագին ժամանակ է տևում էլի բանով են ամենագնաց մեքենաները ոնց է ծամիչ որ կարող է շեն ես ավտովեթում դրանով բարձրանում եմ դիրքերը մինչև այդ դիրքից իջնում է տևում է 3-4 ժամ բարձր լեռներ պայման դու երևի տեղակ եք ընդ ոնց է շատ հանգիստ որ հանդարտ խնդիր չունի այսինքն եկել եք ասում մի քանի արդեն ես խաչմերուկում եմ տեսա ինչ եք խոսում ինչ որ ոնց հանդիս են ցածած այդ խնդիրները քիասից ինչքան է դեռ ձեր խոսանքը երևի 5-10 րոպե այսինքն հետաքրքրվում է թե ինչ է տեղի ունեցել այո եւ ինչ եք ասել Դասը սենց այդ պաժարն եղել է բենզինի պաժարով, ինչ որ ունի ինֆորմացիա։ Բացի Սասուն Միքայելյանից, այդ դեպքի օրվա նախորդող ժամանակահատվածում, բան ընդհանրապես, ես կանչում եմ, որտեղ ձեր պատասխաններից շատ կարևոր են ու առանցքային են, մենք գործում ենք ռեալ հիշողը ինչ կա, ռեալ պատասխանում եմ, նստած են մեր հարգարժան ծնողները, հարգարժան դատարանը, ամեն մի մասնիկ դեպքի խնդիրը լուծմանն է տանում, որովհետև 15 երեխան իմ համար որպես իմ երեխեքն են հանդիսանում։ Պարզ ասում եմ։ Իմ համար էլ է, հետաքրքիր ոգի սենց եղավ։ Գնդապետ, դեպքի նախորդող ժամանակահատվածում, այդ 20 օրվա մեջ կամ մի ամսվա մեջ, որ դուք հանդիսացել եք զորամասի հրամանատար, որևիցե տեղեկատվության տիրապետել եք, որ ձեր զորամասի տեղակայման վայրերում կամ այդ բացասական որևէ ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետությունում հայտի քրեական խմբավորման ներկայացուցիչներ, ծեծի ենթարկած լինեն սպաների կամ զինվորների, ձեզ որևէ տեղեկություն այդ հանգամանքի վերաբերյալ հայտի է թե։ Ոչ նման դեպք հայտնի չի, այդպես մարդը չի կարա ի հայտ գա, որ սպայի կամ զինվորի ծեծի։ Այսինքն դուք չի եղել թե չի եղել այդպես նման բան, ու չի էլ կարա ի հայտ գա։ Որ մեկ իմ զինվորին կամ սպային ծեծեք, նման բանն է, ես էլ ձեռներս ծալեի, նստեի, թե իմ զինվորին սպային եկան ծեծին նայում։ Ոչ, հաստատ դրա պատասխանը ես կտայի, պարզ դատարանում եմ ասում։ Հնարավոր է, որ ձեր անձնակազմը նման դեպք եղած լիներ, ու ձեր անձնակազմը, ձեր ենթակա անձնակազմը չզեկուցեր։ Բացառում այդպես պահերը հաստատ կզեկուցեն։ Այդպես պահերը հաստատ չզեկուցեն ինչ-որ մի տեղից ինֆորմացիա կհանեն։ Իսկ ռազմական ոստիկանությունը ձեզ նման տեղեկատվություն կամ ահազան չէ, այդպես բան չի եղել, ռեալ չի եղել։ Մի հատ խնդրեմ դուք դատարանին հայտեք ընդհանրապես վերջի այդ մեկ ամսվա ընթացքում, երբ դուք հանդիսացել եք զորամասի հրամանատար։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները ինչ պարբերականությամբ են այցելել ձեր զորամասի տարած եւ մասնավորապես ազատի ուրեմն վարչական տարածքում գտնված ինչպես ձեր բարերը ասում կենտրոնացման շրջան։ Այո, շեշտ է, ռազմական ոստիկանությունը օգնելով ինձ այդ ընթացքը, որքան որ զորամասը բացազատված էր 33 թե 32 կետերով, ըստ ուղղություններով առավոտյան մարմնամարզությանը ռազմական ոստիկանության մասնակցության, որ հանգարտ վերահսկողության գիշերային ժամերի գրաֆիկը բերել է ռազմական ոստիկանության պետը իրար այդ փոխհամագործակցելով օգնել է մեզի խնդիրները լուծելու։ Աջակցել է շատ աշխատել, անընդհատ տարբեր տեղեր իրանք խմբերով աշխատել։ Բացահայտումներ են արել։ Արգնդապետ, դեպքից առաջ ազատի վարչական տարածքում տեղակայված կենտրոնական շրջանում գտնվող անձնակազմի վերաբերյալ այդ կենտրոնացման շրջանում տիրող իրադրության վերաբերյալ դուք ինչ տեղեկատվության եք տիրապետում ու ինչ կարող եք ասել այդ մասին։ Ռազմական ոստիկանության գործառույթ։ Նաև շեշտ եմ, որ դեպքից 2 օր առաջ ռազմական ոստիկանությունը աշխատանքներ տանելով ի հայտ է բերել սմարթֆոն հեռախոս։ Նրա մեջ եղել է Telegram կանալով ինչ-որ թմրանյութերի վաճառքի հասնը։
բոլոր հեռախոսները հավաքել են, զեկուցել են, մինչև ընդհուպ վերադաս հասցրել են հեռախոսագիրը, մեզնից պահանջել են կամազ ավտոբուս, որ տանեն դատաբժշկական փորձաքննության։ Ում է տանը։ Բոլոր ազնագազմին։ Այսինքն այդ օրը ամբողջ ազնագազմը պետք է տարվի։ Այո, որոշել են նրանց, որ ասենք գտնի մի քանի սպամենա տանը, հետո նոր սպաներն են տանը։ Որը պետք է տանի։ Իրանք զեկուցել են, պետք է 19 կամ 20 իրանք էին որոշել, որ ասեն, Ով է որոշել։ ոստիկանությունը համագործակցել այդ անալիզի տեղի հետ։ Այսինքն ամբողջ ազնագազմը պետք է տարվի։ Մի օքել արձակուրդ էր պովերը, դրան էլ առանց։ Նրան էլ առանձին։ Այո։ Դուք ինչ մեքենա եք հատկացրել։ Պետք է հատկացնենք դե դեպքերը հալալ։ Ինչ մեքենա։ Կամազ ավտոբուս։ Այդ կամազ ավտոբուսը քանի հոգու կարող է ծառայել։ Մինչև 30։ Այսինքն այդ ավտոբուսն է, այդ կամազ ավտոբուսն է նախատեսում տրամադրել, այդ ազնագազմին ու պետք է տանեին։ Քաղաքի պոլիկլինիկա կամ մոտակա որտեղ այդ որ անալիզ են դարձել։ Որ քաղաքի։ Դե կամ Վարդենից կամ Սևան։ Ու այդ անցյալը տեղադրություն չունեն։ Այդ սմարթֆոն հեռախոսը։ Ուրա, ինչ era, Ո՞վ է դες այդպես բանասեք։ ռազմական ոստիկանությունը սովորող։ Հա, հաղորդագրությունը։ Այո, հաղորդագրությունը կա, ամեն ինչ ոնց կա։ Որ դրանից էլ հեռախոսելու հավաքել են սմարթֆոն։ Ո՞վ հիշեք որն է այդ։ Դեպքից քանի օր առաջ է։ Մի քանի օր առաջ է։ Մի քանի օր առաջ է, դե 3-2 օր առաջ, ապա 3-4։ Կոնկրետ օրերը այդ սահմանում է։ Այդ հաղորդագրությունը ստանալուց հետո դուք ինչ գործողություններ եք ձեռնարկել։ Ինչ գործողություն, բահագծով տեղակալը, սա իրավաբանը, սպա իրավաբանը գնացել են, աշխատանքներ են տարածել են, երեխաները զեկուցել են, աշխատանքներ են տարածել են, որ նայել են, ոչ մի բան չեն կարել։ Ուղղակի նայել են, հեռախոսի մեջ եղել է։ Այսինքն հրամանտար, մենք ֆիքսում ենք հետևյալը։ Հաղորդագրությունից հետո դուք ստացել եք ցույցում կամ չգիտեմ առաջարկություն Ես առաջարկություն չէ, իմ պարտականությունն է, բարեհոգեբանական գծով տեղակալը, դրա մասին չեք խոսել։ Ես հասկացա, այդ դրանով բավարարված եմ, չէ։ Կամազ Մարտիշի ավտոբուսը տրամադրել, որպեսզի այդտեղ ամբողջ անձնակազմը պետք է տեղափոխվեր ստուգման։ այո, մի քանի ժամ Դա պնդում եք որպես հրամանատար։ այո, այդտենց եղել, գրությունն էլ իրաց կողմից եկել է, որ տրամադրել տեխնիկա, այս ավտոբուսի պես կամազ, որ մենք տանենք փորձաքննության։ Պնդում եմ հրամանել կա դրանից որ մենակ ասելու չի։ Իրանց սովորքի հիմքի վրա ենք մենք էդի տրամադրել։ Իրանք են գրությունը եկել, խնդրում եմ մեզ տրամադրել այս միջոցը, որ դեռ ազնագազմի տանենք դատաբժշկական փորձաքննության։ Հրամանտար։ Սարցին կանդադառնանք։ Դեպքից հետո դուք որևէ վարկածի վերաբերյալ մասնավորապես զոհված ինձարարների շուտ դեղեր հատկացնելու տրամադրելու վերաբերյալ ինչ-որ խոսակցություն որևէ մեկի, որևէ անձանց հետ ունեցել եք թե ոչ։ Անձամբ ես անձանց հետ չէ, լսելով այդ նշված խանութը որ կա, դե պապիկներ են նստել, ես Շվացրել եք։ պապիկներ են նստել մտել, գալիս են այդտեղ, նրանց խոսալուց ես իրանց վիրավորել եմ, ասել եմ տեսակ ուռելու խմելու հետևանքը, ես ասի չեք ամաչում, մեծ մարդ եք, ջայրություն ասել դες բաներ խոսալ, շրջանառություն ասել ջուղի ոչից դες բաներ ասել, այդ է Չէ, դեղերի տրամադրման ասել։ Այդ է, էլի տաց իրանցից հատել շրջանառություն էլ է, բիձեքից կոպիտ ասած, ես էլ խրա ամոթանք եմ տղա, ասել եմ, ինչ գիտեք, որ խոսում եմ, այդքան բան։ Այդ մասին դուք ում եք ասել։ Տարիքով մարդիկ է ջուղում մարդիկ, բարան գետանցավ ջուղը լարմր 10 տունա,
կհիշեք ունեք դեք խոսել։ Չէ, կողմը չէ։ Ես այդ է հիշում եմ, որ այդպես բան լսացի, իրանց իշ պետք էր ասել եմ այդպես, պատասխանը տենց են տվել։ Այդ որ օրն է։ Այդ արդեն դեպքի ծաղալին մի ամիս անցած։ Ամենա մի ամսից ավել։ Այդ ընթացքի դե խանութը փողոցի վրա, այդտեղ խանութ չկա, մենակ այդ տրացին է։ Իրանց շրջանառությունը կոնկրետ մարդու, որ ասի սենց բան է եղել, մարդը պետք է պատասխան տա, չէ ինչ է եղել։ Իսկ դեպքից հետո ընդհանրապես Զորամասում ինչ վարկած դրա շրջանառը։ Զորամասում ընդհանրապես էլ վարկածներ ես։ Ոպիկս ապրելին արդեն տեղափոխել եմ, շատ մի քանի ամսից հետո։ Էլ ես շարունակություն չեմ ունեցել, ես որ մնայ։ Վարկածներ կարող արդեն սկսել է, չէ, հետաքրքրվելով, բացահայտելով իշխարը, բայց չկարեցա, չէ, տեղափոխվա, որ ասպա թելը կդրվա։ Վարկածներ չի ընկել իմ ականջը միջևի մեթարը։ Իսկ ընդհանրապես թմրամիջոցների մասով, օրինակ ես չեմ կարող ես հարցը չտալ, հրամանատար։ Ինձ հետ ունեցած կոնֆիդենցիալ առանձին զրույցի ընթացքում Երիշե Հակոբյանը հայտնել է, որ բաղացի բաղերն է, որ դու դեղ օգտագործում ես, դուք ինչ կասեք այդ մասը։ Ես? Սխալան նկարագիրը տալի, ես մանավիկ դեպք չեմ Առարկում եք առարկում եք Իրոք է լրություն լսել եմ, որ հրամանատար ապել է, որ թերը օգտագործում Արգելի տակար։ Իրոք է Նոր կյանքատրեմ լսեցիք էտել ձեր արձը Արգելի դատարան ընդորում ասեմ ձեզ Երիշե Հակոբյանը ոչ միայն այդ մասին գրավոր է, բանավոր է հայտնել, Երիշե Հակոբյանը ասում է գրավոր է հայտնել Այդ գրավոր տեղեկությունները տիրապետում են երկու անձ, այդ անձանցից մեկը ես եմ, այդ անձանցից մյուսը Երիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն է։ Ընդ որում այդ Երիշե Հակոբյանի կողմից մեզ տրամադրված փաստաթղթի շուրջ 5 էջանով, այդ 5 էջանոց փաստաթղթի բնօրինակը գտնվում է Հովսեփ Սարգսյանի մոտ, պատճեն գտնվում է ինձ մոտ, որտեղ սևով սպիտակի վրա շարադրված է, որ հրամանատարը դեղ անող է ու Նաև այլ տեղեկություններ կան, պատվաժան դատարան, ես հատուկ հետագայում այս հանգամանքները ամբողջացնելուց հետո ես ընդհանրապես ուզում եմ ասեմ, եթե նույնիսկ Երիշեի կողմից տրված տեղեկատվության մի տոկոսը մեզ հնարավորություն կտա բացահայտելու այս ողջ հանցագործությունը կամ ողջ շղթան, որը կարող է ինչ-որ առումով կապված լինել թմրամիջոցների հետ, պատվաժան դատարան։ Սա նաև ցանկանում եմ, որ հանրային մեղադրումները ուշադրի լսեն, որտեղ երբ որ մենք այս 2 տարի ասում ենք, որ սույն քրեական վարույթ իրականացվել է բազմաթիվ թերություններով, բազմաթիվ, չգիտեմ, բաց տեղեր կան այս քրեական վարույթի շրջանակներում, ես երբեմն մեղադրել են ուրեմն ծայրահեղ գնահատականներ տալու համար։ Ընդ որում նույնիսկ պատվաժան դատարան եւ հարգելի հայրենակիցները նաև ծնողներին իմ խոսքը սովորած։ Եթե նույնիսկ այս թմրամիջոցների շրջանառության մասին ամբողջովին հերքվի հետագայում մենք դեռ ուրախ կլինենք, որովհետև ծնողների մոտ այս վարկածի մասով ամբողջությամբ կսպառվի այդ իրողությունը։ Հետաբար ավելի լավ է մենք գնանք ճշմարտություն որոնելու ճանապարհին, գնանք տեսնենք այդ վարկածի ուղղությամբ որևէ հանգամանք չկա, քանց թե կասկածի որդը մեզ ուրեմն կրծի ու մենք ուրեմն չիմանանք վերջում թե ինչ հանգամանք է եղել։ Երիշե ջան, պետք չի ուրեմն վարկածկար բան, եթե կրկնում եմ, եթե հանգամանքով հնարավոր լինի բացահայտել ճշմարտությունը, դուք բանում եք ասելու, հիշեք ես առաջի օրը, երբ որ իմ առաջի խոսքը եղել է հետևյալ, իմ խնդրանքն է եղել բոլոր մեղադրյալներից, որ եթե այս գործի հանգամանքների վերաբերյալ կա մի հանգամանք, որը կարող է լույս սփռել սույն
գործի ամբողջական ճշմարտության բացահայտմանը մենք ուղղակի ունենք բավարարված կլինենք։ Հիմա ես չեմ կարող այդ տեղեկատվությունները տիրապետելու պայմաններում, ես չեմ կարող, գիտեք ինչ կա, դնենք մի կողմ ու չգնանք դրանց հետևից։ Ավելին կան այդ տեղեկություններ, մենք հանգիստ, հերթական, հանգիստ, համապատասխան փուլերում մենք դրանց ուշադրությունը սերվերել ենք։ Ուղղակի քանի որ հրամանատարն է ստել, հրամանատարի մասով է։ Ես հարգանքս որ ասեմ հրամանատարին, հիմա իր անցած ճանապարհին, ես ուզում եմ որ ինքը հարգելի հրամանատար դուք նպաստեք Ասին չեք պատասխանում ու չեք չտուլացել։ Այդ ասին չեք պատասխանում։ Ձեր տեղեկությունները տիրապետեք, ուրեմն այն տեղեկությունները, որոնք կարող են լույս սփռել այս գործին, խնդրեմ բացահայտեք այսքան շատ։ Պարոն, ըստեյության հարցը վերաբերում է նրան, թե կոնկրետ հրամանատարը օգտագործել է թե ոչ։ Դեղարով, այսինքն ի՞նչ է նշանակում։ Պատվժան դառնա։ Ես դա իմ բառը չի։ Հա, դա իմ հասկանա, որտեղ դա շատ լավ, գիտեք, դա այլ հարց է, դա իր դա վերաբերում է իրան եւ դրա համար որովհետեւ այո, վերաբերում կարող է չպատասխանել եւ արի հասնել, այսինքն եթե կոնկրետ վերաբերում է տակային, այդ հարցը կարող է չպատասխանել, որտեղ դա ձեզ է վերաբերում ենթադրյալ առաջ կատարելու։ Իսկ դա չի կարող։ Շատ լավ, ես ընդհանրապես հանրության համար բացեցի այս տեղեկությունը։ Հասկացա։ Որ հաջորդ հարցն լինելու հարգելի հրամանատար, խնդրեմ նկատի ունեցեք։ Թույլ կտակ Ասել եք հարցը հանում, երբ դուք ցանկություն ունեք իշոտ այդելու խնդրեմ։ Ցանկությունն եմ, քանի որ տեսախցիկով ամբողջ հանրությունը դիտում է, ես խնդիր կատարած հրամանատար եմ, պահանջում եմ դատափորձաքննության բժշկական, ունեմ անցած եմ ատեստավորում, ունեմ անալիզները հանձնած, բացասական նման բան չեմ արել, վիրավորվելու վաղ կրվի ժամանակ ինձ ցավազրկել են մենակ այդ աղը բացարձակ ես նմանատիպ բաներից իրավունք չունեմ, ես չեմ կարող 3 բաժակից ավել տոնական օրինակ խմեմ, որտեղ ինձ արգելված է, գլխի շրջանում խնդիր ունեմ։ Կարանք անալիզները տամ, պատիվել ոնց ես հարության եմ ասում, որովհետև ես հրամանատար եմ եղել, իմ խնդիրն եմ կատարել Արդին վերաբերում։ Այո, արդին վերաբերում, անգամակների վերաբերում, որտեղ որպես մեղադրող պարտավոր է տեսեք, պարոն Ուղիկյան, պարոն Սարգսյան եւ Եվիշ Աբրուկյան, ըստ էության դուք կդիմեմ ձեզ, տեսեք, ի սկզբանե քննարկվեց դեպքի անգամակներից ելնելով տեսակցության եւ այդ զրույցի վերաբերելի անգամակների։ Իհարկե մեղադրանքի կողմը նշեց, որ դատանարությունն է թողում այդ ամենը եւ ըստ էության նաև խնդիր չի տեսնում նշված հանդիպման կապված, որովհետև քրեական դատարանությունը ըստ նախատեսում է, որ դժոխորը եւ մեղադրանքի կողմը կարող են որոշակի անգամակների բանակցել, ունենալ միմյանցից բողոքներ, չունենալ բողոքներ եւ այլն, բայց այնուամենայնիվ խնդրում եմ ձեզ, եթե տվյալ հանդիպման ժամանակ առկա են եղել եւ խոսակցություն են եղել այնպիսի տվյալների մասին, որոնք Արերևույթ իրենց մեջ ներառում են հանցագործության կամ արերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ, ապա խնդրում եմ թե պարոն Օգնյանին, թե պարոն Սարգսյանին եւ թե Եվիշ Հակոբյանին այդպիսի լինելու դեպքում ներկայացնել համապատասխան հաղորդումներ, որը թույլ կտա ինձ որպես այդպիսին իմ լիազորությունների շրջանակներում այդ տեղեկությունները ստանալուց հետո ձեռնամուխ ունեմ միջոցների, որպեսզի համապատասխան նախաքննական մանրուները ձեռնարկել միջոցներ քրեական վարույթ նախաձեռնելու համար, առնվազն ես եթե տեսնեմ այդպիսի տվյալներ կան հաղորդման կամ դեսպիկամանացած արդեն բնականաբար քրեադատավարական այլ պրոցես է, ուստի այսպիսի մի իրավիճակ, եթե կան տվյալներ, որոնք վկայում են հանցագործության մասին, խնդրում եմ դրանց մասին նշել ձեռքբերման արդյունքները, պահպանելով քրեական դատավարության օրենսգրքի 173-ից 178 հոդվածների բաժները, խնդրանքս թե պարոն Սարգսյանն է վերաբերվում եւ թե պարոն Օգնյանն է վերաբերվում, որից հետո արդեն դրա վերաբերյալ քննության ձեռնամուխ լինելու համապատասխան ընթացակարգերին մենք կարող ենք կատարենք քրեական դատավարության ընթացակարգով ծավալված ձևաչափ։ Այսինքն ես ընդհանրապես հայտարարություն անեմ հանրային մեղադրողի քիչ առաջ հրապարակված դիրքորոշման կապակցությամբ արգաժան հանրային մեղադրողներ Սույն ողբերգությունը տեղի ունեցել 2023 թվականի հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրության
սահմանված բոլոր լծակները, օրինական լծակներին տիրապետել եք դուք, համապատասխան դատավարական ցույցներ տալու, դատավարական հսկողություն իրականացնելու միջդատական վարույթ իրականացնող մարմնի աշխատանքների նկատմամբ 2.5 տարի ժամանակ ունեիք ձեր քննչականներով, ձեր ռազմական ոստիկանության անձնակազմով, ձեր ղեկավար անձնակազմով, ձեր հնարավոր մեծ ու փոքր չինովներով բացահայտելու այս հանցագործությունը եւ այսօր հանրությանը ներկայացնելու այն իրողությունները, որոնց մասին մենք ենք ինչ-որ կծկտող տեղերից ինչ-որ բաներ վերցնելով ներկայացնում ձեզ։ Հիմա ձեր կատարած աշխատանքի, ձեր կատարող աշխատանքի փոխարեն, որ այսօր դուք ինչ-որ առումով ձեռնունայն նստած եք ստեղ, գնացեք այդ մեղքը թերություններն ու այդ չկատարած աշխատանքի հանգամանքները, որոնք ձեր աշխատանքի մեջ ձեր գործընկերներ, ես գիտեք, ես 100 անգամ ասում եմ, ես անձնապես ձեզանից յուրաքանչյուր դեպքում որևէ խնդիր չունեմ, ճիշտ հակառակը ընդգծված մարդկային հարկանք եմ պատում ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ, բայց ակնկալել դժոխ կողմից ներկայացնելու այնպիսի տեղեկություններ, դժոխ կողմը անկեղծ ասած ինչ տեղեկությունների տիրապետելը առավելագույնս ձեզ ներկայացրելը, ձայն բարբարո հանապատի, ինչևէ, ես ինչ-որ մի փուլում, ես դες հավաստիացնում եմ, սա է ձեր մեջ փնցեք պարոն Վարդյան, որ դժոխ կողմը եթե ինչ-որ բաներ տիրապետում ու ձեզ չի ներկայացնում, դա գալիս է վստահության ճգնաժամի մասին, դա փնցեք ձեր մեջ, թե ինչն է հանդիսացել պատճառը, որ դժոխ կողմը ձեր գործունեությանը չի վստահում, այստեղ Նորիկյանի խնդիրի չի, Նորիկյանի հակառակը, այնպիսի իրավիճակ է ստեղծվել հանրության տարբեր սեգմենտերի մոտ, որ հասարակությունը դատախազությանը թողած, քննչական մարմիններին թողած, ռազմական ոստիկանությանը թողած, բան չկա, ինձանից են պահանջում, թե Նորիկյան բացահայտեցիլ այդ գործը, տվեք ինձ ձեր դատախազությունը, տվեք ինձ ձեր քննչական մարմինները, տվեք ինձ ձեր ԱԱԾ մարմինները, տվեք ինձ ձեր ռազմական ոստիկանությունը եւ տվեք ինձ այն կամքը, որը պետք է, ես այդ կամքը չնայած ունեմ, ես այդ կամքի գործադրման արդյունքում եթե այս գործով այլ հանգամանք կա, որը չպետք է, հիմա մինչև նա բացահայտված չտեսնեմ, ես չեմ բացահայտի այդ գործը։ Հետևաբար ակնկալել դժոխ կողմի ինչ-որ տեղեկություններ, որի հիմա վրա նոր դուք պետք է քննություն իրականացրեք, կներեք մեղմ ասած տեղին չէ, ինչ վերաբերում է, այստեղ մեղադյալ Երեշե Հակոբյանին ես նախոր դատական նիստին ձեզ ուշացրեցի, ձեր աշխարհը չչռեք ին վրա այս անգամ, ձեր պահվածքը մի քիչ կոռեկտ է Աստել որ հասան, եթե այս գործում ինչ-որ բան կա, հիմա ստեղ ընդեղ հիմա ու փորձում ես ինչ-որ ճանկրտոցիներ անել, չի անցնելու, և քեզ վերջի անգամ բարեկամաբար խնդրում եմ, քո պահվածքը թողի։ Լավ, վերեք շարում ենք, ավարտից հետո ուզում եք հայտարարություն։ Պարոն Նորիկյանի ուզում եք հայտարարության տալիս։ Պարոն Նորիկյան, ես աշկերս ոչինչ ոչ չռում եմ, ոչ էլ ինչ-որ մեկին ուզում եմ ինչ-որ Ասեք, բակա կներեք էլի, եթե ինչ-որ բան եք ուզում ասեք, մի անգամ ուղիղ ասեք։ լավ։ Եթե ինչ վերաբերում է, ես ինչ Նստեք արնել եք, հարգելուց եք կներեք, խնդրում եմ էլի, ասույզով եք ջենի գիտեմ բեսա կողնով եք եկեք ես ինձ իրավիճակ բիստեղծեք, ես հասկանում եմ, թե ինչ ուղղությամբ վրա եք նահանում, եթե ես ինչ ասել եմ, ինչ գրել եմ, եթե իմ թուղթը գալի վերցնում եք, ես ինչ գրել եմ, իմ գրածն է։ Գրել ես դարտաբան է բարը։ Ես դες բան չեմ ասել։ Ես նմանատիպ դեպք չեմ ասել։ Իմ ասածն է, դու ինձ մեջ տապասել։ Սաղճակցալում եմ տվեց ինձ օրիմ ան, իսկ։ Ես դες բան չեմ ասել։ Ես դες բան չեմ ասել։ Ոչ է վտաներն իմ դեմ ունեք։ Հորասպարը տապլապ։ Լավ։ Ոչ է վտաներն իմ դեմ ունեք։
Լարված է, ընդմիջը ասած։ Բայց մի բան ասեմ ընդմիջը, երբ չէ Չէ, մի ասեք, էլի Եթե մեկ սխալ եք, դու Все, ищи. Զինվորից կողը դեմից եմ կրվում կայբը, ոչ թե հետևից մնացած։ Ամեն արկաման է սա։